Ես էստոնական 7 շենքի բնակչուհի եմ, 39 բնակարանի, 61 թվականից ինձ շենքը հանձնել է շահագործման, ես ապրում եմ այստեղ։ Ուրեմն բազմաթիվ անգամ դիմել ենք Վեոլաջուր ընկերությանը, ունեմ նամակները, ունեմ պատասխանը։ Պատասխանում են, որ դիտահորը աշխատում է, կփոխենք մի քանի տարի անց։ Կփոխենք մի քանի տարի անց։ Հիմա այսպես ասեմ, բնակարանի տակը նկովում ջուրը լցված է հենց հիմա։ Կողքի մուտքը էլի առաջի հարկը ջուրը լցված ավելի շատ բնակիչ է ասել, էլի շատ։ Հիմա այստեղից նկողից, դիտահորից նորից անցքերը բացվել են։ Ես չգիտեմ հիմա կգամ, մենք այսօր առավոտյան զանգահարել ենք, իդեպ 185-ը շատ դժվարությամբ է զանգերին պատասխանում, մի քանի անգամ զանգում ենք, շատ երկար պահում ենք, մինչև պատասխանում են։ Դիտահորից ջուրը գնում է շենքի տակ, այստեղ շատ մեծ փոս է առաջացել, շատ ծիծաղել եմ, մի անգամ ընկել եմ այդ փոսը։ Իմ լուսավորքի հայրն է հանել է տեղից, այս սա բերել է ինքնասարքե միջև ներքև փորել են, որպեսզի դիտահորից ջուրը չկա, բայց որ կողքը ուշադիր նայեք, էլի փոսը կա, եթե բահով փորենք, էլի փոսը սա է, էլի փոսից ներս կընկնենք, եթե խնդիր կա, կարող եմ գնալ բնակարանը դուրս բացել պատոհանը, բայց շատ շոկ, այստեղ արդեն հետքերը հոտը զգում եք, հետքերը կան, որ պատը արդեն որ չորանում է, այստեղից էլ այսպես այստեղից արդեն սկսում է, հետքերը կան, որ պատը սկսում է թրջվել։ Ջուրը լցվում է այնքան, որ դույլերով մենք հանում ենք այդ ջուրը, պատոհանից դույլերով ջուրը հանում ենք, ու լցնում ենք պատոհանից դուրս, այդ այգու մեջ ենք լցնում, որտեղ ուրիշ լցնի տեղ չկա, եղելա որ համատեղության նախագահներ ինքը եկել մեզ օգնել են։ Հիմա եկեք տեսնենք ինչ վիճակում է մեր նկողը, եկեք Հասմիկ ջան, եկեք մի հատ բացենք։ Ուրեմն այսպես տեսեք, շորը փակել է, որպեսզի հոտը վերև չբարձրանա, ինքը, ես նկարել եմ, քանի անգամ դիմել եմ, մարտ ամսից դիմում եմ Վեոլաջրին, Մարիաննա Շահինյանին, մարտ ամսից դիմում եմ ջրային կոմիտեին, նախկինում Գենոքյան, հիմա այս 2 օրվա ընթացքում փոխվել դարձավ Սեթրակյան, երևի Կարեն Սեթրակյան։ Հիմա տեսեք լույսը բանեմ։ Հիմա տեսեք հոտը, ջուրը վերևից հնարավոր չի իջնել ներքև, որպեսզի երևա ջուրը, հնարավոր չի հոտը, սրանից շատ ավելի բարձր կրկնակի սա, մարտի ամսից շաբաթվա մեջ ամեն անգամ մենք զանգահարում ենք ու գալիս են, իբրև թե գալիս են, բայց եթե գային, այս հոտը չեր ընկնի, այսքան ջուրը չեր հավաքվի։ Շենքը տարածքում գտնվող շենքերի միակ շենքն է, որ համարվում է ոչ վթարային։ Հիմա այս վիճակով հնարավոր է, որ շենքը արդեն դարձնեն վթարային, արհեստականորեն դարձնեն վթարային։ Տան իրերը ամբողջովին մնացել են, մասնակի մնացել են նկողում, հնարավոր չի մտնել հանել։ Ես հիմա փոքր ծիրանը վերցնեմ, գցեմ, դուք տեսեք ջրի, տեսնում եք սպիտակ փառը, տեսնում եք ինչքան շատ է լցված ջուրը, կարող եմ մի հատ էլ գցել, փոյ հոտը սևացել է, 61 թվականից շենքի ջուրը փոխված չեն, 65 տարվա շենք է, 65 տարվա շենք։ Ես այս շենքի առաջի բնակիչներից եմ, որ ապրում եմ։ Էսա, ունեմ Վեոլաջրի ստանդարտ պատասխան, որ մենք կարող ենք ցույց տալ հեռախոսի մեջ է, որ իրենք
հրաժարվում են, պարզ ասում են, մարդիկ ասում են, որ չենք դիտահորն աշխատում է եւ վերջ։ Մարդիկ հրաժարվում են գան գոյուղագիծը բանոնն, հանեն դիտահորը մուտքից հանեն, որպեսզի այսպեսի վիճակ։ Իսկ քաղաքապետարան դիմել եք այնտեղից։ Քաղաքապետարանել եմ դիմել, Աչափնյակ վարչական շրջանել եմ դիմել, ունեմ նրանց պատասխանները։ Հիմքը քաղաքապետարանը մեզ պատասխանեց, որ Վիոլա ջուրը գոյուղա դրանք իրենց ենթակայության չեն, սեփականությամբ հանձնված է Վիոլա ջրին եւ ջրային կոմիտեին հանձնված է նրանց գործառույթների շրջանակում է դա քաղաքապետարանի հստակ պատասխանը։ Իսկ մեր Աչափնյակ վարչական շրջանը պատասխանեց, որ դիմել են գիտեն արդեն հարցի լրջությունը, դիմել են Վիոլա ջուր, որպեսզի Վիոլա ջուրը գա տեսնի եւ միջոցներ ձեռնարկի վիճակը բարելավելու համար։ Վիոլա ջուրը ստանդարտ պատասխան, մենք Մարիետա Շահինյանը չգիտեմ ոնց, պատասխանը, որ մենք կգանք կոյուղաջուր գիծը կլվանանք։ Եթե ինքը կարող է գա լվանա, թող գա ինքն է լվանա, ու այս ջուրը հիմա ոնց է ինքը քաշելու, ես չգիտեմ։ Փակեմ արդեն։ Ես ստիպված դիմել եմ Հանրապետության վարչապետին Նիկոլ Փաշինյանին հունիսի 11-ին, արդեն ստիպված, որտեղ չգիտեի ում դիմեի, մինչև հիմա պատասխանը դեռ չեմ ստացել, հիմա այսօր նորից, որ այս վիճակն է, ջուրը գնալու բարձրանում, նորից այսօր նամակ եմ գրել օնլայն Նիկոլ Փաշինյանին, տեսնեմ կպատասխանի, ինչ կպատասխանի, պարոն վարչապետ, ես խնդրում եմ, օգնեք դուրս գանք այս բյուրոկրատական քաշքշուկից։ Ումը դիմում ենք, միևնույն ստանդարտ պատասխանն է, ես խնդրում եմ, ոչ մի կերպ հնարավոր չի, թող իրենք գան, այս տան հոտը շնչեն, ապրեն, տեսնեն ինչ է կատարվում, փոխեք գոյուղագիծը, 65 տարվա մաշված գծերն են, 65 տարվա դիտահորն է։ Ես խնդրում եմ ձեր միջամտությունը, չգիտեմ, խնդրելը ճիշտ է, արդեն թե պարտադրում եմ ձեր միջամտությունը, որպեսզի դուք պարտադրեք համապատասխան կառույցներին այս հարցին վերջնական լուծում տան եւ փոխեն ամբողջ համակարգը ջրակառ։ Իդեպ խմելու ջրի խողովակներն էլ մինչեւ հիմա փոխված չի։ Ահա որ, տան մեջ գտնվել հնարավոր չի։ Այդ տղապը անդած պիտի փագես։ Իսկ ինչով փագես, հոդը նենց բան չի, որ փագես ու դուրս չգա։ Ահա որը։ Ձեր պատվալը լցված։ Պատվալը ջուր է։ 30 սանտիմ։ Հա, շենքի Դուք ինչ կասեք, դուք եք այս շենքի բնակիչ։ Այո։ Դուք ինչ կասեք, խնդրի։ Դե հոտա գալի, առավոտները առավոտ զախտում եք ուժը հոտա, անդուր հոտա տուն անգած։ Դե պիտի սարքվի էլի։ Հիմա ես դիմում եմ Վիոլա ջրի ջրային կոմիտեի ղեկավարությանը, քաղաքապետարանին, թեպետ քաղաքապետը ինքը անձամբ ասեց, որ կապ չունի գոյուղա ջրերի կառուցվածքի եւ դրանց հետ, եւ հանրապետության վարչապետին։ Մեր ղեկավար կարող են իրենք այս հոտի տակ թեկուզ 2 ժամ ապրել նման պայմաններում։ Կապրեն իրենք այս հոտերի ամբողջը գազը բանը նկուղի դուռը բացեցինք, դուք տեսաք, որ ամբողջը գազ, հոտը, տհաճ հոտը տարածված, ջուրը սրացած, շատ հնարավոր է այնտեղ արդեն, չգիտեմ, մկներ, չգիտեմ ինչեր, ինչ կենտրոններ առաջան, կապրեն իրանք այդ պայմաններում այդ հոտի մեջ, հատկապես Վիոլա ջուրը, որ ինքն է զբաղվում դրանով։ Թող կան իրանք տեսնեն, հիմա ես չգիտեմ այդ ջուրը ոնց են կանելու դույլերով, ոնց են դատարկելու, մի անգամ եկել են հրշեց կայանից, շլանգով, չգիտեմ ինչ ձև, անել են, որտեղ շատ ավելի շատեր կան հիմա։ Հիմա գնալով ավելանում է, առավոտյան ժամին զանգահարել են Վիոլա ջուր, մինչև հիմա ինչպես տեսնում եք, ոչ ոք չի եկել, ջուրը դեռ լցվում է նկարել։ Եկեք այս հոտերը շնչեք։